Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հայ-ամերիկյան օրակարգը իհարկե կարևոր է, բայց պակաս կարևոր չեն քարոզարշավի ընթացքում հնչող հայտարարությունների վերաբերյալ ձեր մեկնաբանությունները, հետևաբար։ Պարոն Միրզոյան, ընդդիմադիրները վերջին շրջանում պարբերաբար մի թեմա են շրջանառում, որ գործող իշխանությունների վերընտրման դեպքում Հայաստան են գալու 300,000 ադրբեջանցիներ։ Օրերս Սամվել Կարապետյանը հայտարարել էր, թե Ֆրանսիայի նախագահը զանգարել է Ադրբեջանի նախագահին եւ խնդրել է մինչեւ Հայաստանում կայանալիք ընտրություններ կանգնեցնել այդ process-ը։ Չնայած իշխանությունների կողմից պարբերաբար հերքումներին ընդդիմադիր դաշտում այս խոսույթը ավելի է ակտիվանում։ Խնդրում եմ եւս մեկ անգամ հստակեցնել, պարոն նախարար, արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի օրակարգում նման հարց կա։ 300,000 ադրբեջանցիներ գալու են Հայաստան, թե ոչ, եւ եթե ոչ, ձեր կարծիքով ինչն է պատճառը, որ ընդդիմադիրները քարոզչության հիմնական թեմաներից մեկը դարձրել են այս հարցը։ Շնորհակալություն։ Ըստ լուրջ եք հարցնում, չէ՞, ես տենց եմ հասկանում։ Դուք լրջորեն եք հարցնում տալիս։ Չէ, իսկապես, եթե ինչ-որ մեկը լրջորեն դա շարունակում է պնդել, դուք որպես մեդիայի ներկայացուցիչ երևի պարտավոր եք եւ տեղին է պարզաբանում զել։ Դե ինչ Ժողովուրդ ջան, եւս մի անգամ ասում եմ, 300,000 ադրբեջանցիների Հայաստանում բնակեցման մասին թեզը հիվանդ երևակայության արդյունք է։ Անմտությունը, ավելին ասեմ, մեր հերքումից հետո դա նորից կրկնելը երկու բանի մասին է մտածում, կամ կրկնողը չի հասկանում, ընդհանրապես չի ուղղակի տարական ուղեղի ինչ-որ բջիջների մակարդակով չի հասկանում ինչ է ասվում, որ ասում է, որ դա չի լինելու, չկա այդպեսի բան։ Եվ կամ երկրորդը սրիկայությունն է, որտեղ չարամտորեն կրկնում այն ինչ որ չկա։ Փորձելով մանիպուլացնել մարդկանց համար զգայուն հարցերը, փորձելով, այսպես ասած, անօգուտ իհարկե, սեղմել ինչ-որ ցավոտ կետերի հասարակության համար ցավոտ կետերի վրա։ Ընդ որում ես չգիտեմ այդ մարդը, որ անընդհատ այս նույն միտքը կրկնում է այս անհեթեթությունը, իր շահերի տեսանկյունից որն ավելի լավ, որն ավելի լավ պատճառը, այն, որ ինքը կրկնում է, որտեվ չի հասկանում, թե այն, որ ինքը կրկնում է, որտեվ չարամիտ մտադրություն ունի։ Երկու դեպքում էլ մեր համար արդյունքը կամ չգիտեմ դրսևորումը եզրակացություն մեկն է կամերաներ ընդեղ են հարգելի հայրենակիցներ 300,000 ադրբեջանցիների Հայաստանում բնակեցման մասին թեզը հիվանդ երևակայության արդյունքը անհեթեթություն եւ սրիկայություն։ Շնորհակալություն պարոն նախարար։ Եվ այս սրանից հետո հնչում է հարց, իսկ քանի ադրբեջանցիների բնակեցման մասին է խոսքը գնում, ոչ մի պարոն Կիրակոսյան։